Տեսակ Սիմային հենա անունը լսեց գլուխը բարձրացրեց, որսի ա գնացել, Սիմիչկա, Սիմ, ես նոր եմ տուն եկել, սիրելի հետևորդներ ջան, բարևում եմ բոլորիդ, շուտով հովը կընկնի, այսօրվա շոքը շատ ուժեղ էր, շատ, դժոց, ամառելի արժեք հունի մեջ համտել, բայց այս սիրուն անտառներից, այս սարու ձորերից, մշտապես որ քամին իր աթևի հետ մաքուր թթվածինը բերում է, հենց դա էլ փրկություն ա լինում բոլորիս համար։ Էկրանից այս կողմ ձեզ եմ փոխանցում, ովքեր քաղաքներում են ապրում հատկապես, վայելեք, զգացեք այս թարմության շունչը, այս շոքի հետ։ Քանի որ գործից նոր եմ եկել, բա մի հատ կոֆե չխմենք իրար հետ, հատկապես որ նորն եմ բերել։ Դե գնանք, կոֆե եփելու, կզրուցենք, հետո գործեր կանեմ։ Եվ իմ բարի գործերով ձեզ կմիանամ ու ձեզ կտրամադրեմ։ Սիման գնաց ընդեղից, երևի ձայնս լսեց, իմ շարժը զգաց, գալիս է, արի Սիմա ջան, արի գանձուկս, արի, կարոտել էր ինձ, դե արի, հենան այ Սիմինդների մոտ է հասավ վարդի մոտ, արի Սիմա ջան, չես ուզում գաս, աչքիս լավ էլ որսը աչկադրել, հենա, թաքնվեց ընդեղ տեսակ, վարդերի ծենկում, լավ դե Սիմային հանգիստ թողնենք իրա որսը անի, մենք էլ գնանք կոֆե եփելու։ Գնացի հավերիս կուտու ջուր էլ տվեցի սիրելի հետևորդներ ջան, կոֆեի ջուրը ունենք ստեղ գնումներ ունեմ, բայց մի հատ կոֆեն տնենք եփվելու, հետո գնումներս կտեղավորեմ, այս շոքին ինչն ա ուտվում, այ ջուր ունեմ ես, կոֆե ես ուզում, վեքո համարել եմ դնում, այս ինչ համընկավ, սիրելի հետևորդներ ջան, երկու հատ լեցրի, մի րոպե կներեք, կոֆե եմ դրել գալիս եմ, որ իմանաք ով է, սիրելի հետևորդներ ջան, վարպետը եկել ա թափուձև անի բալկոնի համար, ստեղ քիչ ա մի հատ իմ առած կոֆեն լցնեմ, ուծքի կոֆեի մանրին միշտ, դե ես 1000 դրամի եմ վերցնում, երևի 10 դրամ պակաս ա եղել լուծքի ա դրել, այսպես կոֆեն լցնեմ, ոնց որ թե գործ ա սկսվում, ես քանի օր ասում էի գալիս եմ, երևի չէր ստացվում ու այսօր եկել ա, կոֆեն լցնեմ, ես մի հատ գնամ, սիրելի հետևորդներ ջան, ու էլի ձեզ կմիանամ, հա, դե այստեղ մանավանդ երկու բաժակը ուշ ա եփվում, սիրելի հետևորդներ ջան, մի հատ վերցրել սա, բաժակները դնեմ, որ սիրուն ակուրատնի տանեմ, դրսում ենք մեկ մեր կոֆեն խմելու, բայց ասեցի նորից ձեզ միանամ, ուրեմն ստեղ երկու բուխանկա են գնել, այս շոքին էլի այս չորուկ հացերն ա ուտվում, այս կամ, այստեղ պամիդոր եմ գնել, կնջող պամիդորներն են, սրանք շատ լավն են, համով, հոտով, մի հատ լանա եկել, ես իմ ճոխությունն ա, շուտով իմ նիր կհասնի, այստեղ տեղավորեմ սեղանին, բբրակից հանեմ, գիտեք սիրում եմ, որ բբրակից հանում եմ, ես էլ ես մի ճուտ եմ, երկուսը պոկվել ա, բայց շատ սիրում եմ, ձեզ հավեսի վերեցի, շատ լավ ասկեր հետևորդներ ջան, այս կոֆեիս հետ, այդ բարի հոտով, տենց սիրում ենք չէ, հայրս ասենք հոտը բարի լինի, իմ վերանորոգումը
սկսենք արդեն չափուձևն անելու։ Ուրեմն երեկոյակացիներին չորացնելու տեղը էի սրսկում, չհերիքեց 20 լիտրի չհերիքեց, այսօր էլի 20 լիտրի բերել եմ, դրանից ավելի թունդ։ Այս ստեղ ինքը փակա, կարամ դնեմ դուռը բացա, քամին վերում է եւ նորից կադրից դուրս եմ գալիս իրել հետևորդներ ջան, քանի որ չափուձև էլ պիտի անի, չմնացես մտքին չէ, որ իմ վլոգես ուղղությունով կգնա, լրիվ ուրիշ գործերով պիտի ձեզ միանայ, բայց թող բարին էլ սա լինի։ Քիչ անց կմիանամ։ Գործերս պետք է արագացնեմ, մթնում է։ Սիրելի հետևորդներ ջան, Պապետին ճանապարհեցի, չափուձևն արավ, ինչքան որ պետք է այստեղ աշխատանքներ արվի, այդ չափուձևը լրիվ արել է, թղթի վրա գրել է, մեր կոֆեն ստեղ ենք խմել, թուղթ ու գրիչ եմ բերել, գրել է ինչ է պետք, ինչ չի պետք, լա մի հատ տեսեք ես ինձ սիրուն գրիչով է գրել, մոտեցնեմ, Այս գրիչը ես շատ շուտ նվեր էի ստացել իմ հետևորդուհու կողմից մարտի 8-ին ու կարելի ասել սենց բաների համար ոնց որ օգտագործվում, վայ գերանդին, հա, մի հատ տեսեն կոմ տանեմ ու շուտ գամ։ Ուրեմն ոտնատակից այսօր վերցնեմ, վախենալու է, քանի որ լավ սրվել է։ Այդ բարպետը սրեց բարգալկով, սիրելի հետևորդներ ջան, հա, գերանդին դե սովորաբար առաջվա տարիներին մեր պապերը, մեր պապաները, եղբայրները, մի խոսքով տղամարդիկ, որ գնում էին խոթնձելու, լրիվ ուրիշ եղանակով էին սրում, այս փոքր կացինն էլ ա սրել, այս իմ ձեռքի կացինն ա, հաճախակի պետք ա գալիս, ներողություն, Ուրեմն, այս բոլորը ինչի եմ այստեղ դնում, մի հատ բերեմ այս մի կողմ, ստեղ մի քիչ ոտնատակից հեռու դնեմ ու քանի որ ես միտք ունեի, որ տխիլ պետք է քաղեմ, տխիլը գիտեք, որն է սիրել հետևորդներ ջան, պնդուկն է, այս վարդևորն է մոտենում, մեր գեղի վարդևորը 20-ից հետո առաջի կիրակին է, այդ թուզն էլ, թզի ծաղիկն էլ, տխիլն էլ, այս օրերին է հասնում, մի քիչ առաջ փորձարկել եմ, միջուկը արդեն լավն է, ուտվում է, սենց ասեմ, հա, հետո ընդեղ սենց թեքված այդ ճյուղերը համել պետք է կտրեմ, այդ կացինը դրա համար էլ է ինձ պետք, բայց կացինով չեմ կտրելու, էլ ենիմ էլեկտրական սղոցով եմ կտրելու, նախքան կտրելս ուզում էի տխիլները քաղեմ, այդ գործով պտի ձեզ միանայի, հետո դե տեսակ, որ կոֆեն էփելու ընթացքում եկավ այդ վարպետը ու արդեն ես կադրից դուրս եկա, զբաղվեցինք այս չափու ձևերով, ուրեմն այդ կողմից սկսվում է, որ պետք է գործեր արվի, մինչև են կողմ ահագին տարածք է դե այստեղ, այդ բոլոր չափու ձևերը, անհրաժեշտ բաները գրվել է, այդ արդեն վաղը կկազմակերպեմ, վաղվանից շնորհարությունը սկսվում է Փառք Աստծո, ինչքան ժամանակ էր հետաձգվում էր, կամ անձրևներն էին խանգարում, կամ ինչ-որ մի բան խանգարում էր, ու այս վերջի մի քանի օրն էլ, ոնց որ անընդհատ այսօր էգուցներ ընկնում բան, ու այսօր վերջապես արդեն կարելի ասել սկսեցինք, երբ որ չափուձևն անում է վարպետը, արդեն Աստծո հաջողությունով թող ոչ մի բան չխանգարի, Եվ ես այս գործը, որ ուզում եմ սկսեմ, նպատակ էի դրել, որ այստեղ պիտի շատ գործեր անեմ, որը շատ կարևոր է, սիրելի հետևորդներ ջան, վաղվանից Աստծո հաջողությունով կսկսենք, մի քիչ խառը խոսեցի, երևի հա, չգիտեմ, քանի որ այս ընթացքում կարելի ասել ժամից ավել, այստեղ չափումներ եւ այլն, ինչա պետք, ինչ չի պետք, թե հենց այդ հարցերով զրուցեցինք, մի քիչ էր հետ խոսելու տրամադրությունը փոխվեց միանգամից այդ ուղղությունով, հիմա էլ ինձ տրամադրել են, որ ձեզ միանամ եւ չանտեսել ձեզ ու այս իմ ուրախությունով ուզեցի անպայման ձեր հետ կիսվել Ժամը 8-ն անցել, սիրելի հետևորդներ ջան, եւ արագի մեջ ուզում եմ գնամ այդ տխիլները քաղեմ, հետո այդ ճյուղերը եթե այսօր չհասցնեմ էլ կտրեմ, իդեպ ասեմ, այդ ճյուղերը հենց է, որ ինքը հարմար է, որ ես պիտի օգտագործեմ, դա էլ արդեն կտեսնեք,
եւ սկսեմ։ Տոպրակ պիտի վերցնեմ, հա, բա չեք ասում, բայց ինչ ես բերել, նաեւ էտակացիների չորացնելու դեղը, ստեղ 20 լիտրի է, բայց առանձին 10 սարքած, այս էլ մի ուրիշ ծևի է, բայց էլի չորացնում է, եւ սիրել հետեւորդներ ջան, հովի հետ էլ, որ մասում որ չեր հերիքել, էդ էլ պետքա սարքեմ, արդեն գիտեք, բայց արդեն ոչ թե բաղջից պետքա, վերևից պետքա սրսկեմ, այլ պետքա գնամ ներքևի ճանապարհի կողմից անեմ, որ լրիվ հիմնահատակ չորացնեմ այդ փշոտ ակացիներին ու տեղը ծառու ծաղիկ պիտի տնկեմ ու ցանեմ։ Հատկապես որ այս դեղորայքը, որը թույն է, երեկոյան ժամերին պետքա սրսկվի, որ ասենք հենց հստակ ասեմ, որ մեղուները չվնասվեն սիրելիներս։ Տոպրակը բերեմ եւ գնանք տխիլ քաղելու։ Սիմոչկա եկել ես վերև։ Համ տոպրակը բերեցի, սիրել հետևորդներ ջան, համ էլ այս բանկանու ջուր, տոպրակը մի հատ գնեմ սորտիկիս ջեբը, հետո այս դեղորայքը բացեմ, քանի որ սա փոշի է, ու պետքա լավ փափկի ինքը ջրի մեջ, ուր ես գնում Սիմա ջան, եկել է այդտեղ, հենց նկարահանման ծողի մոտ, նստեց այդտեղ, էլի իր էներգիան ձեզ է փոխանցում, սիրել հետևորդներ ջան, զգացեք իմ Սիմոչկայի բարի եւ դրական էներգիան, այդտեղ է նստած, եթե հանկարծելի որոշի կսմսվի, ապա կշարժվի, այս մինչև վերջի հատիկը դատարկ եմ այստեղ, չգիտեմ այսօր կհասցնեմ կտրել այդ ճյուղերը թե ոչ, բայց ուզում եմ անպայման քաղել, քանի որ տխիլ ուտելու հավես կա, երկու հատ պոկեցի տե հասել արդեն, այս ստեղ ինքը թույն է համարվում, հենց էլ իշտահ բացվեց, որոշեցի տխիլը քաղեմ, ու այդ ծառն էլ, որ պտի կտրեմ այդ ճյուղերը, թարմացնելու է, թե այսօր այդ մասին կխոսեմ, թե մյուս վլոգում չգիտեմ ոնց կդասավորվի, ժամանակը շատ քիչ է, այս էլ ստեղ սրա կողքին դնենք, սրա բերանը կապեմ, սա արդեն հետոյի վրա, այսքանը որ հիմա ես կայնամ սրսկեմ, չէ, այն մնացած ակացիներին, ինձանից շատ գոհ կլինեմ, դե գնանք տխիլ քաղելու։ Ես առանց ձեզ այսքան տխիլ եմ քաղել, սիրելի հետևորդներ ջան, տխիլի ծառը էս է, որը մեր վարորդների մոտ է։ Իսկ թե եմ առանց ձեզ քաղել, քանի որ այս ընթացքում դե գիտեք ճանապարհի եզրին է, եւ այնքան դրդրան մեքենաներ գնացին իրար հետևից, հովի հետ մարդիկ իրանց գործերն անում են, քարու ավազ էին տանում այն դրդրան մեքենաներով, ծանր, ու իմ խոսածը ոչ մի բառ չէր լսվում, թեպետև ես սենց մոտ եմ կանգնել ձեզ, հիմա ուզում եմ ցույց տամ իմ քաղած տխիլները, դե ծառի վրա էլի կա, ասենք ցերեկով էլ կքաղեմ, իրար հետ հավես ժամանակ անց կկացնենք, այս այդ տխիլները, արդեն կադրը մութ է երևում, սիրել հետևորդներ ջան, այս ճյուղերը, որ սենց եկել է, սենց, ներքևի մասերում էլ կա, ու որ մեր դուռը մեքենա է գալիս, խանգարում է, թե վարորդը որ իշնի, թե մենք որ իշնենք, ամել որ կտրում ենք ծառը, ավելի որակյալ բերք է տալիս ու ավելի լավն է լինում, դրա համար պիտի կտրեմ, այդ փետերն էլ օգտագործելու եմ շատ կարևոր տեղ, ոչ մի բան հենց այնպես չեմ թողնում, շատ ափսոս որ մտնեց, ուղղակի այդ ընթացքում որ վարպետն եկավ չափ ու ձև էր արեց, ժամից ավել տևեց եւ դե ժամանակը չի սպասում մեզ։ Հիմա այս տանեմ տանը դնեմ ու արդեն անցնեմ հետակացիներին չորացնելով զբաղվեմ, որը նույնպես շատ կարևոր է։ Դեղն էլ արդեն խառնված կլինի։ Մուճկարի Լիսն ու մութը իրար է խառնվում, ես էլ այդ թույնն եմ իրար խառնել, պատրաստ է գնում եմ սրսկելու ակացիներին, որպեսզի չորանա ու իմ տնտեսության, իմ բաղ ու բաղջի շրջակայքը
մաքրվի այդ փշերից։ Քանի որ կադրում լավ չեմ երևա, սիրելի հետևորդներ ջան, առանց ձեզ եմ գնում սրսկեմ, դե գիտեք ոնց եմ անում։ Գնացի։ Գործերս ավարտած, եկա որ ձուն հավաքեմ։ Հավաքեցի, վերջացրի։ Հետո ասես ինչ բանի են սրանք ստեղ նստած այս ժամին։ Մեկ էլ հասկանան, որ թուղս են նստել, այդտեղ երկուսը պտտվենք այս կողմ, ստեղ երրորդը։ Ակլորիկ ջան, սպասի։ Ստեղ էլ երկուսը եւ միասին 5 թուղսիկ։ Սրանք մի տեղ են նստել, մի ящիկի մեջ, ոնց եմ առանձնացնելու, սրանք ստաժավոր թուղսեր են, էլ են նստել, բայց այն 3-ը նոր են։ Այս մի թուղսիկի ձուն արդեն տակն եմ արել, ինքը մի քիչ մի ուրիշ բնավորություն ունի, մի քիչ դժվար ստացվեց, բայց արդեն խելոք նստել է։ Թեխի դժվար ստացվեց, սիրելի հետևորդներ ջան, քանի որ իր բնից որ տեղափոխում ենք, ուրիշ բուն ենք տանում, մի հատ իրանք այդ հոտը զգում են, էլի։ Դեռ բարկացած ես իմ վրա։ Թքվեց հնդուհավի նման։ Այս այն ստաժավորներից սևուկն է, որ բերեցի։ Ինքը թափով հավա, արդեն ձուն տակն եմ արել։ Ասել եմ ինը լավ, չին ծակ։ Դե նստի։ Գնանք մի հատ էլ ջահել թուղսիկ։ Ձուն տակն անենք, այն 3-ի համար էլ ձու պետք է հավաքեմ։ Բարի գիշեր, թուղսիկ։ Գնանք մյուսին։ Լատենանք խելոք է։ Մեր ջահել թուղսիկը, առաջի անգամ այնք թուղս գալի, խելոք է կծանչի, դե ձուն տակն անեմ կամաց, տենամ սրան ուր եմ տանում, իսիշ տակ ես, ջան, ուրախացար, որ եկա քեզ ջու տամ, Եղավ։ Հիմա ձուն մոտեցնում ենք։ Հետո ասում ենք մինը լավ, չիպ-չակ։ Ջանա, լավ տակդ հավաքի։ Դու թուղսին։ Այսօրվա օրը սիրելի հետևորդներ ջան, շատ հետաքրքիր եղավ իմ համար։ Եվ օրվա ավարտին ավելի հետաքրքիր եղավ։ Եկչու ես դու։ Այս արդեն վերջինն է։ Ամեքի տակը 19 հատ ձու եմ դրել, այդքան կար, այն 3-ի համար էլ ձու կհավաքեմ, սիրել հետևորդներ ջան, այս մեկը հավանոցումն ադե, հավանոցից կհանեմ իրան, պետք է լույսը անջատեմ, և արդեն ձեզ էլ բարի գիշեր մաղթեմ։